Հաղթանակի գեներալն ապրել է Երևանյան այս տանը, նրա մահից հետո բնակարանում գրեթե ոչինչ չի փոխվել։ Նամակներ, բացիկներ, հրավիրատոմսեր, Գրեչկոյի կողմից, շնորհակալագիր Ստալինի կողմից։ Սկեսրայրի Թամանյան 89-րդ դիվիզիայի հրամանատարի արխիվը Ալիսա Սաֆարյանը խնամքով պահում է մի քանի տասնամյակ։ За освобождение Варшавы, за освобождение Բերլինը, за освобождение города Керчи։ Գեներալի հարսի մտքից դուրս չի գալիս ցեղասպանության օրերին Սաֆարյանների հետ կատարվածը։ Նվեր Սաֆարյանը կորցրեց հորը։ Ինքը պատմեր, ասում է, ես մամայիս հետ մի քիչ մոտեցա։ Տեսնեմ գոռում ան, Նվեր ջան, վրեժ կանեք։ Զորավարը վստահ էր, որ հաղթելու են եւ կատարվելու է հոր երազանքը։ Միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցեց Բերլինի գրավմանը։ Քոչարին ապարելուց հետո Սաֆարյանը գնում է Վիլհեմ Կայսեր արձանի մոտ։ Նա էր խոստացել մեկ հայ թողնել եւ այն էլ թանգարանում։ Ասում է, ոտքը դրեց արձանի վրա, երկու հատ լավ նախադասություն ասեց տականք, գլուխդ բարձրացրու, թե ովքեր են մտել Բերլին։ Դիվիզիայի զինվորներն իրենց տուն հաճախ էին գալիս։ Սկեսուրը պատրաստում ինքը հյուրասիրում էր, հաճախ ոտքը կաղ գցում, ականջի ծայրով լսում բացառիկ պատմություններ։ Գիտի թե ինչպես է դաշնակցության ներկայացուցիչներից մեկը հրամանատարին համոզել կռվի մեջ չմտնել, Հայաստանը կորցնելու վտանգից խուսափելու համար։ Ասում է, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց մենք հաղթելու ենք։ Ու դուրս է գալիս կաբինետից։ Ու այդպես չի դուրս գա, պատկերացնում եք, որ կռվից դուրս գար, ինչ կկատարվեր։ Ստալինը կհանձներ Հայաստանը Թուրքիային։ Սաֆարյանների ընտանիքում դեռ հարց չէր, երբ թամանցիները վերադարձան պատերազմից։ Տոնախմբությանը հետևում էր բեռնատարի խցիկից։ Դաշնամուրը եւս Բերլինից հուշ է։ Գեներալ-մայորը սիրում էր նվագել, սիրած գործը Անուշ օպերայի ամպի տակից Արյան։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։